Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Ուզում Աստվածաշնչից մի հատված տեղադրեմ, լսեք, որտեղ հրեա ժողովրդի գլխին մահացու վտանգ է կախված լինում, իրանք կանգնած են լինում ցեղասպանության առաջ, ըստ թագավորի հրամանի, որ իրանք սպասվում է։ Ու իրանք այդ իրավիճակի մեջ ասես թե մատնված են վախտի քմաճույքին, իրանք զորությունն ու կարողությունը ոչ մի բանի չի հերիքում, հրամանը արձակված է վերևից ու իրանք որևէ տարբերակ չունեն փրկվելու, բայց իրանք նման իրավիճակի մեջ չեն հանձնվում, փնտրում են ելք, ամեն ջանք անում են, որպեսզի կանխեն մոտալու ցեղասպանությունը։ Ու սա շատ կարևոր մոտեցում է, երբ որ մարդը, ազգը, երկիրը, պետությունը գիտի այն վտանգի մասին, որ իրան սպասվում է, ինքը ձեռնարկում է քայլեր, որպեսզի կանխի դա։ Ու հիմա էլ, երբ որ խոսք է գնում Թուրանի մասին, որ Թուրքիան թուրանական ծրագիր է ուզում ու իրականացնի, ու Էրդողանը հայտարարում է, որ Երուսաղեմը դա Օսմանյան կայսրության մաս է, Իսրայելը պատրաստվում է համարժեք պատասխանի։ Ինքը ամեն բան իր կողմից ձեռնարկում է, որպեսզի դիմակայի թուրանական ծրագրին, որը բացահայտորեն ուղղված է Իսրայելի դեմ։ Գիտեք, այս նույն կոնտեքստում, երբ որ խոսքը վերաբերվում է Հայաստանին, ցավոք սրտի Հայաստանում անհասկանալի մոտեցում կա, մանավանդ քրիստոնյաների մոտ։ Երբ որ խոսում ես այն վտանգների մասին, որ կանգնած է մեր առաջ, որ թուրանական ծրագիր են փորձում իրականացնեն, որ արդեն գծագրված է գերտերությունների կողմից, որ Հայաստանը ուզում են մտցնեն թուրքական աշխարհի մեջ, երբ որ այս արհավիրքի մասին մարդկանց զգուշացնում ես ու խոսում ես, որպեսզի մտածեն այս ուղղությամբ ու փնտրեն ելքեր, ցավոք սրտի մեր մոտ զարմանալի պատասխանի ես հանդիպում ու չգիտես ոնց դրան վերաբերվես։ Մարդիկ ասում են մի դավանի, այսինքն վտանգը, որ եկել է, որ ժամանները արձակված է, որ մեզ տանում են ցեղասպանության, իսլամացման, թուրքացման, ասում են մի դավանի, փոխանակ մտածեն ոնց դիմակային արհավիրքին, ասում են մի խոս այդ մասին, վատ բաներ մի հռչակի։ Իսրայելը եթե ձեզ վերաբերվեր Եսթերի ժամանակում, իրանք Եսթերի մոտ օգնության չէին գնա։ Երբ որ հայտարարությունները հնչում է գերտերությունների բերանից, սա նշանակում է, որ իրանք որոշել են Հայաստանին տանեն թուրքացման։ Ցավոք սրտի մեր մոտ մոտեցումը այլ է, ու ինչ որտեղ դա զարմացնում է, որ մարդիկ խնդիրը տեսնելով հանդերձ, ուզում են անտեսեն խնդիրը ու մտածում են դա հարցի լուծումն է։ Իրականում խնդիրը անտեսելով հարցը չի լուծվելու։ Մենք այսօր կանգնած ենք իրական թուրքացման վտանգի առաջ ու գերտերությունները որոշել են Հայաստանի ապագան, ու դա սատանայի ծրագիրն է, որ իրանք փորձում են իրականացնել Հայաստանում։ Աստծու կամքը Հայաստանի համար, Հայաստանի կոչումը առանձնացված Աստծու համար, դա մինի Արարատի ասքանազի սահմաններով, որը մեծ հայքի սահմաններն է, այդ Հայաստանն է, որը չպետք է լինի որևէ մի կառույցի գերության մեջ։ Բոլոր ծրագրերը, որ ուղղված են Հայաստան ու տանում են Հայաստանը գերության, դա սատանայի ծրագիրն է։ Որպեսզի մենք կարողանանք հակառակվենք սրան, մենք պետք է հակառակվենք Աստծու կամքը ասելով, առաջին հերթին, հակառակվելով, հակազդելով,
Մեր տեսակետը պետք է հնչեցնենք, որ Աստված մեր համար այլ ծրագիր ունի, այլ կամք ունի, ու մենք պետք է պայքարենք սրա համար։ Ոնց Իսրայելը, հրեա ժողովուրդը ելքեր էր փնտրում ու իրանք հասան Եսթերի մոտ, ու Եսթերը իր կյանքի գնով, իրան վտանգելով, ինքը հասկանում է, որ իր կյանքը կարա վերջանա, երբ որ ինքը նման խնդրանքով մտնի թագավորի մոտ, բայց ինքը համարձակվեց դա անել, որովհետև հասկացավ, որ եթե ինքը դա չանի, եւ ինքը կկորչի, եւ իր երկիրը կկորչի, եւ իր ազգը կկորչի, Աստված մեկ այլ տեղից կբարձրացնի իր օգնությունը, բայց Եսթերը բաժին չի ունենա դրա հետ։ Ու ինքը գնաց համարձակ քայլի, ու այդ համարձակությունը Աստված օրհնեց, ունեցավ հաջողություն, ու թագավորի հրամանով, նոր հրաման արձակվելով իրավիճակի մեջ բերեցին փոփոխություն։ Շատ կարևոր է, որ այսօր Հայաստանում չվախենանք Աստծու կամքը հնչեցնելուց, ասելուց, որ մենք չպետք է լինենք թուրքական աշխարհի մաս, մենք չպետք է լինենք ռուսական աշխարհի մաս, մենք չպետք է լինենք Եվրոմիության աշխարհի մաս, մենք չպետք է լինենք ռեգիոնալ ինչ-որ երկրերի տիրույթում իրանց ազդեցության գոտում։ Հայաստանը Աստծու կողմից որոշված, առանձնացված է Աստծու խոսքի համաձայն իր ծրագրերի համար։ Հայաստանը պետք է լինի Աստծունը, առանձնացված Աստծու համար, Աստծու կամքը կատարելու համար։ Եթե մենք հնչեցնենք Աստծու կամքը, Աստված կօրհնի իր կամքը կատարողներին։ Աստված իր ծրագրերն է օրհնում, բայց երբ որ մենք վախենում ենք Աստծու կամքը հռչակելուց, մենք խոնարհվում ենք սատանայի ասածի առաջ ու թույլ ենք տալի, որ սատանան օգտվի մեր թուլությունից ու մեզ տանի գերության մեջ, որտեղ Աստված մեզ չի օգնելու, որտեղ եթե մենք ինքնակամ հրաժարվում ենք Աստծու կամքից, մենք ինքներս նախընտրում ենք գերությունը։ Ադամն ու Եվան ինքնակամ ընտրեցին Աստծու խոսքը անարգելը ու սատանային լսելն ու սատանային հնազանդվելը։ Դրա պատճառով կորցրեցին Աստծու ներկայությունը, Աստծու պաշտպանությունը, հայտնվեցին սատանայի գերության մեջ ու անեծքի տակ։ Մենք ամեն ժամանակ ունենք նույն ընտրությունը՝ Աստծու ասածին հնազանդվել ու Աստծու ասածը բռնել ու Աստծու ասածը կատարել, թե ընտրել սատանայի առաջարկը, խոնարհվել սատանայի առաջ ու կորցնել Աստծու ներկայությունը։ Եթե մենք ընտրում ենք սատանային, մենք այլևս Աստծուց օգնություն ակնկալելու հույս չունենք, որտեղ մենք գիտակցորեն ընտրում ենք սատանայի առաջ խոնարհվելը։ Բայց եթե մենք հակառակվենք սատանային ու կանգնենք Աստծու կամքի համար, Աստված կզորացնի մեզ ու մենք հաղթանակ կունենանք, ոնց Իսրայելը ունեցավ, ոնց հրեա ժողովուրդը ունեցավ, երբ որ կանգնած էր ցեղասպանության առաջ։ Մենք պետք է պայքարենք Աստծու կամքի համար, ճշմարտության համար, մեր կոչումի համար, ու Աստված թող օրհնի ամեն մեկին, ով որ կանգնում է Աստծու կամքի համար ու պայքարում է Աստծու կամքի համար ու չի պատրաստվում խոնարհվելու այն բոլոր ծրագրերի առաջ, որ Հայաստանին այսօր պարտադրված է։ Սատանա, դու իշխանություն չունես Հայաստանի վրա։ Հիսուսի արյունը քո դեմ է։ Հայաստանը պատկանում է Հիսուս Քրիստոսին ու Հայաստանը առանձնացված է մինի Արարատի ազգանազի տարածքներով, Աստծու սեփական երկիր որպես Աստծուն ծառայելու, Աստծու կամքը կատարելու, Բաբիլոնի գլուխը ջարդելու համար։ Մենք չենք դառնալու Բաբիլոնի մասնիկ, մենք չենք խոնարհվելու Բաբիլոնի առաջ,
ոչ մի թուրքական ծրագիր Հայաստանի վրա իրականություն չի դառնա։ Անիծված լինի սատանայի բոլոր ծրագրերը, որ կենտրոնից էր որ արձակված լինի, որ ուղղված է դեպի Հայաստան։ Արմատից չորանա ու հավիտյան վերջանա հիմնահատակ ամեն սատանայի ծրագրերը, որ ուղղված է Հայաստանի դեմ։ Աստված իմ, քո գերբնական պաշտպանությունը Հայաստանի վրա ու օրհնիր Հայաստանը, որ ընտրի քո կամքը ու պայքարի քո կամքի համար ու փառավոր հաղթանակը իրականանա Հայաստանի վրա Հիսուսի անունով։ Ամեն։ Իսկ հիմա գնամ այդ հատվածը լսեք, թե հրեա ժողովուրդը ոնց դուրս եկավ այդ իրավիճակից ու նույնը սպասվում է Հայաստանին։ Ամեն։ Այն օրերը, երբ որ Մուրթքեն թագավորի դռանը կենում էր, չարացան Բիգթան և Թարես թագավորի երկու ներքինիները, որ դռան պահապաններիցն էին, որ ձեռք երկարացնեն Ասուերոս թագավորի դեմ։ Եվ այս բանը հայտնի եղավ Մուրթքեին, և նա իմացրեց Եսթեր թագուհիին։ Եվ Եսթերն ասեց թագավորին Մուրթքեի անունովը, և այս բանը քննվեցավ և ստուգվեցավ, և նրանք երկուսը կախվեցան փայտից, և սա գրվեցավ ժամանակագրության գրքումը թագավորի առաջին։ Գիրք Եսթեր, գլուխ 3։ Այս բաներից հետո Ասուերոս թագավորը մեծացրեց Ագագացի Ամադաթայի որդի Haմանին և բարձրացրեց նրան, և նրա աթոռն իր հետ եղող բոլոր իշխաններից վեր դրավ։ Եվ թագավորի բոլոր ծառաները, որ թագավորի դռանն էին, խոնարհվում և երկրպագում էին Haմանին, որովհետև թագավորը այսպես էր պատվիրել նրա մասին։ Բայց Մուրթքեն նրա առաջին չխոնարհվեցավ և չերկրպագեց նրան։ Եվ թագավորի դռան եղող թագավորի ծառաներն ասեցին նրան. «Դու ինչու համար ես զանցանում թագավորի պատվերը»։ Եվ երբ որ նրանք ամեն օր ասում էին նրան, և նա նրանց չէր լսում, այն ժամանակ հայտնեցին Haմանին, որ տեսնեն, թե Մուրթքեին խոսքերը կհաստատվին, որովհետև նա նրանց ասել էր, թե հրեա է։ Եվ երբ որ Համանը տեսավ, որ Մուրթքեն չէ ծռվում նրան երկրպագում, այն ժամանակ Համանը շատ բարկացավ։ Եվ մի նվաստ բան երևեցավ նրա աչքին, որ ձեռք երկարացներ մինակ Մուրթքեի դեմ, որովհետև հայտնել էին նրան Մուրթքեի ազգը։ Վասն որո խորհեց Համանը կորցնել Մուրթքեի ազգը բոլոր հրեաներին, որ Ասուերոսի բոլոր թագավորության մեջ կային։ Առաջին ամսին, այսինքն Նիսան ամսին, Ասուերոս թագավորի 12-րդ տարին Փուր, այսինքն վիճակ գցեցին Համանի առաջին օրեցօր և ամսեց ամիս, այսինքն մինչև Ադար ամսի 12-ը։ Եվ Haմանն ասեց Ասուերոս թագավորին. «Մեկ ազգ կա ցրված և տարածված ազգերի մեջ քո թագավորության բոլոր գավառներումը, և նրանց օրենքը ամեն ժողովուրդներիցը տարբեր է, և թագավորի օրենքը չեն կատարում, և թագավորին չէ վայելում նրանց թույլ տալ։ Եթե թագավորին հաճելի է, թող հրաման գրվի, որ նրանց փչացնեն, և ես 10,000 տաղանդ արծաթ կշռած կտամ գործակատարների ձեռով, որ տանեն արքունի գանձարանը»։ Եվ թագավորը հանեց մատանին իր ձեռից և նրան հանձնեց հրեաների թշնամի Ագագացի Ամադաթայի որդի Haմանին։ Եվ թագավորն ասեց Hamanին. «Արծաթը քեզ է տրվում, և ժողովուրդն էլ, որ ինչ որ հաճելի է քո աչքին անես»։ Եվ առաջին ամսի 13-րդ օրը կանչվեցան թագավորի գրագիրները, և գրվեցավ բոլորովին այնպես, ինչպես որ Համանը պատվիրեց, թագավորի նախարարներին և ամեն գավառների վրա եղող կուսակալներին, և յուրաքանչյուր գավառի և յուրաքանչյուր ազգի իշխաններին իրանց գրովը, և յուրաքանչյուր ազգի իր լեզվովը։ Ասուերոս թագավորի անունովը գրվեցավ և կնքվեցավ թագավորի կնիքովը։ Եվ հրովարտակներ ուղարկվեցան սուրհանդակների ձեռքով թագավորի բոլոր գավառները, որ կորցնեն, սպանեն և փչացնեն բոլոր հրեաներին, երեխայիցը մինչև ծերը, տղերանցը և կանանցը մեկ օրում, 12-րդ ամսի, այսինքն Ադար ամսի 13-ին, և նրանց ավարը հափշտակեն։ Այս գրի պատճենը պետք էր տրվեր յուրաքանչյուր գավառում իբրև օրենք, ամեն ազգերի հրատարակված, որ նույն օրվա համար պատրաստ լինին։ Սուրհանդակները դուրս եկան շտապելով թագավորի խոսքովը, և հրամանը տրվեցավ Շուշան մայրաքաղաքումը։ Եվ թագավորն ու Համանը նստեցին խմելու, և Շուշան քաղաքը շփոթված էր։ Գիրք Եսթեր, գլուխ 4։ Եվ Մուրթքեն իմացավ այս բոլոր եղածները, և Մուրթքեն պատառեց իր հանդերձները և քուր ցակավ ու մոխիր ցանեց իր վրա, և գնաց քաղաքի մեջ, և մեծ ու ողբալի ձայնով աղաղակեց.
եւ եկավ մինչև թագավորի դռան մուտքը, որովհետև իրավունք չկար թագավորի դռան լինել քուր ցաքած։ Եվ ամեն գավառներում ամենտեղ, ուր որ թագավորի խոսքը եւ հրամանը հասնում էր, հրեաները մեծ սուգ էին ունենում եւ ծոմ էին պահում, եւ լաց ու ողբ բանում, եւ շատերը պառկում էին քուրձով եւ մոխրի վրա։ Եվ Եստերի աղախինները եւ ներքինիներն եկան եւ պատմեցին նրան, եւ թագուհին շատ այլայլվեցավ եւ հանդերձներ ուղարկեց մուտքեին հագցնելու համար եւ նրա քուրձը նրանից վեր առնելու համար, բայց նա չընդունեց։ Եվ Եստերը կանչեց Հաթաքին, որ թագավորի ներքինիներիցն էր, որին թագավորը տվել էր նրան, եւ նրան հրամայեց մուտքեի մասին, որ իմանա, թե սա ինչ է եւ ինչու համար է սա։ Եվ Հաթաքը գնաց մուտքեի մոտ քաղաքի հրապարակը, որ թագավորի դռան դիմացին էր, եւ մուտքեն պատմեց նրան ամեն ինչ, որ նրան պատահել էր, եւ այն որոշ գումար արծաթը, որ Haմանն ասել էր, թե կշռով պիտի տար թագավորի գանձարանին հրեաների համար, որ նրանց փչացնե։ Եվ այն հրովարտակի պատճենը, որ Շուշանում տրվել էր նրանց փչացնելու համար, տվավ նրան, որ Եստերին ցույց տա եւ նրան իմացնե, եւ նրան պատվիրե, որ թագավորի մոտը գնա եւ նրան աղաչե, եւ նրա առաջին խնդրվածք մատուցանե իր ազգի համար։ Եվ Հաթաքը գնաց եւ մուտքեի խոսքերը պատմեց Եստերին։ Եվ Եստերն ասեց Հաթաքին եւ նրան պատվիրեց մուտքեի մոտ գնալ եւ ասել. Թագավորի բոլոր ծառաները եւ թագավորի գավառների ժողովուրդը գիտեն, որ ամեն մարդ կամ կին, որ չկանչված մտնե թագավորի մոտ ներքին գավիթը, մեկ հատ օրենք կա, որ նրան կսպանեն, բացի նրանից, որին որ թագավորը մեկնե ոսկի գավազանը, նա կապրե։ Բայց ես ահա 30 օրը չեմ կանչվել, որ թագավորի մոտ գնամ։ Եվ մուտքեին պատմեցին Եստերի խոսքերը։ Եվ մուտքեն պատասխան ետ ուղարկեց Եստերին ասելով. Մի խորհիր քո մտքումը, թե դու կազատվείς թագավորի տանը բոլոր հրեաներիցը։ Եվ եթե դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից հրեաների համար ազատություն եւ փրկություն վեր կկենա, բայց դու եւ քո հոր տունը կկորչեք։ Եվ ով գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել։ Եվ Եստերը պատասխան ուղարկեց մուտքեին ասելով. Գնա ժողովի Շուշանում գտնվող բոլոր հրեաներին եւ ծոմ պահեցեք ինձ համար։ Եվ 3 օր գիշեր եւ ցերեկ ոչ կերեք եւ ոչ խմեցեք։ Ես էլ իմ աղախինների հետ այդպես ծոմ եմ պահելու։ Եվ այնուհետև թագավորի մոտ պիտի գնամ, թեև օրենք չէ։ Եվ եթե կմեռնեմ, թող մեռնեմ։ Այն ժամանակ մուտքեն գնաց եւ այն ամենին համեմատ արավ, որ Եստերն իրան պատվիրել էր։ Գիրք Եստեր, գլուխ 5։ Եվ եղավ, որ 3-րդ օրը Եստերը հագվեցավ թագուհիի կերպով եւ կանգնեց թագավորի տան ներքին գավիթումը թագավորի պալատի դիմացը, եւ թագավորը նստել էր իր թագավորական աթոռի վրա թագավորի պալատումը, պալատի դռան դիմացը։ Եվ երբ որ թագավորը տեսավ Եստեր թագուհիին գավիթումը կանգնած, նա շնորհ գտավ նրա աչքի առաջին, եւ թագավորը մեկնեց դեպի Եստերն իր ձեռքի ոսկի գավազանը։ Եվ Եստերը մոտեցավ եւ դպավ գավազանի ծայրին։ Եվ թագավորն ասեց նրան. Ինչ ունիս, ով Եստեր թագուհի, եւ ինչ է ուզածդ, մինչեւ իմ թագավորության կեսն էլ քեզ տրվի։ Եվ Եստերն ասեց. Եթե հաճելի է թագավորին, գա թագավորը Համանի հետ այսօր այն խնջույքին, որ պատրաստել եմ իր համար։ Եվ թագավորն ասեց. Շուտով բերեք Haմանին, որ Եստերի ասածը կատարե։ Եվ թագավորը գնաց Համանի հետ Եստերի արած խնջույքին։ Եվ թագավորն ասեց Եստերին գինի խմելիս. Ինչ է քո խնդիրքը, քեզ պիտի տրվի, եւ ինչ է քո ուզածը մինչև թագավորության կեսը պիտի կատարվի։ Եվ Եստերը պատասխանեց եւ ասեց. Իմ խնդիրքը եւ իմ ուզածը, եթե ես շնորհք եմ գտել թագավորի աչքի առաջին, եւ եթե հաճելի է թագավորին իմ խնդիրքը տալու եւ իմ ուզածը կատարելու, թող գա թագավորը Համանի հետ այն խնջույքին, որ ես անելու եմ, եւ էգուց կանեմ թագավորի խոսքին համեմատ։ Եվ Hamanն այն օրը դուրս եկավ ուրախ եւ սրտով զվարթ։ Բայց երբ որ Համանը տեսավ մուտքեին թագավորի դռանը, որ ոչ վեր կացավ եւ ոչ նրանից դողաց, Համանը մուտքեի վրա բարկությունով լցվեցավ։ Սակայն Hamanն իրան զսպեց եւ գնաց իր տունը։ Եվ մարդ ուղարկեց բերել տվավ իր բարեկամներին եւ իր կնոջ Զերեսին։ Եվ Համանը պատմեց նրանց իր հարստության շատությունը եւ որդկանցը բազմությունը եւ այն ամենը, որ թագավորը նրան մեծացրել է եւ որ նրան բարձրացրել է թագավորի ծառայիշխաններից։ Եվ ասեց Համանը.
Ապաքեն Եստեր թագուհին մեկ ուրիշին ներս չտարավ թագավորի հետ իր արած խնջույքին, բացի ինձանից։ Եվ նույնիսկ եկուց հրավիրված եմ ես նրա մոտ թագավորի հետ։ Բայց այս ամենից գոհ չեմ, քանի որ ամեն ժամանակ հրեա մուտքերին տեսնում եմ թագավորի դռանը նստած։ Եվ ասեց նրա կինը Զերեսը և նրա բոլոր բարեկամները. թող մի բարձր փայտ շինեն 50 գանգուն, և առավոտն ասիր թագավորին, որ մուտքերին կախեն նրա վրա, հետո ուրախանալով խնջույքին գնա թագավորի հետ։ Եվ այս խոսքը հաճելի եղավ Haմանին, և նա փայտը շինեց։ Գիրք Էստեր, գլուխ 6. Այն գիշերը թագավորի քունը փախավ, և հրամայեց, որ ժամանակագրության հիշատակած մատյանը բերեն, և թագավորի առաջին կարդացվեցավ, և գրված գտնվեցավ, որ Մուրդքեն իմացրել էր թագավորի երկու ներքինի Բիգթանի և Թարեսի մասին, որ դռան պահապաններիցն էին, որոնք ուզել էին Ասուերոս թագավորի վրա ձեռք երկարացնել։ Եվ թագավորն ասեց. «Ինչ փառք կամ մեծություն տրվեցավ Մուրդքեին սրա փոխարեն»։ Եվ թագավորի սպասավոր ծառաներն ասեցին. «Նրան մեկ բան չեն արել»։ Եվ թագավորն ասեց. «Ո՞վ կա գավիթում»։ Եվ Համանը եկել էր թագավորի պալատի դրսի գավիթը թագավորին ասելու, որ Մուրդքեին կախեին այն փայտի վրա, որ պատրաստել էր նրա համար։ Եվ թագավորի ծառաներն ասեցին նրան. «Ահա Համանը կանգնած է գավիթումը»։ Եվ թագավորն ասեց. «Ներս գա»։ Եվ Համանը ներս մտավ։ Եվ թագավորը նրան ասեց. «Ի՞նչ պետք է անել այն մարդին, որին թագավորը բարեհաճ է պատվել»։ Եվ Համանը ասում էր իր սրտումը. «Թագավորը որին պիտի բարեհաճեր պատիվ անել բացի ինձանից»։ Եվ Haմանն ասեց թագավորին. «Այն մարդին, որին թագավորը բարեհաճում է պատվել, թող բերեն թագավորի հագած թագավորական զգեստը և թագավորի հեծած ձին, և այն թագավորական թագը, որ դրվում է նրա գլխին, և այն զգեստը և ձին տրվի թագավորի պատվավոր իշխանների մեկի ձեռքը, և հագցնեն այն մարդին, որին թագավորը բարեհաճել է պատվելու, և նրան հեծցնեն այն ձիեն վրա քաղաքի հրապարակումը, և կանչեն նրա առաջիցը։ Այսպես է լինում այն մարդին, որին թագավորը բարեհաճ է պատվել»։ Եվ թագավորն ասեց Haմանին. «Շուտով վեր առ զգեստն ու ձին, ինչպես որ ասեցիր, և այդպես արա Մուրդքե հրեային, որ նստում է թագավորի դռանը, մեկ բան չպակասի քո բոլոր ասածիցը»։ Եվ Haմանն առավ զգեստը և ձին և հագցրեց Մուրդքեին, և հեծծրեց քաղաքի հրապարակումը, և կանչեց նրա առաջիցը։ Այսպես է լինում այն մարդին, որին թագավորը բարեհաճ է պատվել։ Եվ Մուրդքեն ետ տարավ թագավորի դուռը, բայց Համանը շտապեց իր տունը տրտում և գլուխը ծռած։ Եվ Համանը պատմեց իր կնոջ Զերեսին և իր բոլոր բարեկամներին ամեն ինչ, որ պատահել էր իրան։ Եվ նրա իմաստունները և նրա կինը Զերեսը ասեցին նրան. «Եթե Մուրդքեն հրեաների սերունդիցն է, որի առաջին սկսել ես խոնարհվել, դու նրան չես կարող մեկ բան անել, այլ բոլորովին վայր ես ընկնելու նրա առաջին»։ Նրանք տակավին խոսում էին նրա հետ, որ թագավորի ներքինիները հասան նրան, որ շուտով նրան տանեն Եստերի շինած խնջույքին։ Գիրք Էստեր, գլուխ 7. Եվ թագավորը Համանի հետ խնջույքի գնաց Եստեր թագուհիի մոտ։ Եվ թագավորն ասեց Եստերին երկրորդ օրն էլ գինին խմելիս. «Ի՞նչ է Եստեր թագուհի քո խնդիրքը, և պիտի տրվի քեզ, և ի՞նչ է քո ուզածը, թեև մինչև թագավորության կեսը, և պիտի կատարվի»։ Եվ Էստեր թագուհին պատասխանեց և ասեց. «Եթե շնորհք եմ գտել քո աչքի առաջին, ով թագավոր, և եթե հաճելի է թագավորին, թող իմ խնդիրքովն իմ անձը և իմ աղաչանքովն իմ ազգն ինձ տրվի, որովհետև ես և իմ ազգը ծախվել ենք փչացնվելու, սպանվելու և կորչելու։ Եթե իբրև ծառաներ և աղախիններ ծախվեինք, կլռեի, որովհետև թշնամին արժեք չունի թագավորի վնասին չափ»։ Եվ Ասուերոս թագավորը խոսեց, և Էստեր թագուհիին ասեց. «Ո՞վ է նա, և ուր է նա, որ համարձակվել է այդպես անել»։ Եվ Էսթերն ասեց. «Այն հակառակորդը և թշնամին այս չար Haմանն է»։ Բայց Համանը դողում էր թագավորի և թագուհիի առաջին։ Եվ թագավորը վեր կացավ գինի խմելուց իր բարկությամբ և գնաց պալատի պարտեզը, բայց Համանը մնաց, որ իր անձի համար աղաչե Էսթեր թագուհիին, որովհետև տեսավ, որ թագավորիցը չարիքը հասել էր իր վրա։ Եվ թագավորը ետ դառավ պալատի պարտեզից գինիի խնջույքի սենյակը, և Haմանն ընկել էր Էսթերի բազմոցի վրա։
Եվ թագավորն ասեց. «Միթե թագուհին էլ բռնաբար է ինձ մոտ պալատումը»։ Եվ խոսքը դուրս էր եկել թագավորի բերանիցը, և իսկույն ծածկեցին Համանի երեսը։ Այն ժամանակ ասեց թագավորի առաջին եղող ներքինիներից մեկը՝ Արբոնը. «Ահա այն 50 կանգունանոց փայտն էլ, որ Համանը պատրաստել է Մորդեքեի համար, որ բարի է խոսել թագավորի մասին, Համանի տանը տնկված է»։ Եվ թագավորն ասեց. «Նրան կախեցեք նրա վրա»։ Եվ Haմանին կախեցին այն փայտի վրա, որ նա պատրաստել էր Մորդեքեի համար։ Եվ թագավորի բարկությունն իջավ։ Գիրք Էսթեր, գլուխ 8։ Այն ժամանակ Ասուերոս թագավորը Էսթեր թագուհիին տվավ հրեաների թշնամի Համանի տունը, և Մորդեքեն եկավ թագավորի առաջին, որովհետև Էսթերը նրան իմացրել էր, թե նա նրան ինչն էր։ Եվ թագավորն առավ իր մատանին, որ հանել էր Haմանիցը, և նրան տվավ Մորդեքեին։ Եվ Էսթերը Մորդեքեին դրավ Համանի տան վրա։ Եվ Էսթերը դարձյալ խոսեց թագավորի առաջին, և ընկավ նրա ոտքի առաջը, և լացավ ու աղաչեց նրան, որ Ագագացի Համանի չարությունը և այն հնարքը, որ հնարել էր հրեաների դեմ, խափանե։ Եվ թագավորը մեկնեց դեպի Էսթերին ոսկի գավազանը։ Եվ Էսթերը վեր կացավ կանգնեց թագավորի առաջին, և ասեց. «Եթե հաճելի է թագավորին, և եթե ես շնորհք եմ գտել նրա առաջին, և եթե այս բանն ուղիղ է թագավորի առաջին, և ես հաճելի եմ նրա աչքին, թող հրաման գրվի, որ ետ դարձնեն Ագագացի Ամադաթայի որդի Համանի հնարքի գրությունները, որ գրել է թագավորի բոլոր գավառներում եղող հրեաներին փչացնելու համար։ Որովհետև ինչպե՞ս կարող եմ տեսնել իմ ազգին պատահող չարիքը, և ինչպե՞ս կարող եմ տեսնել իմ ազգականների կորուստը»։ Եվ Ասուերոս թագավորն ասեց Էսթեր թագուհիին և հրեա Մորդեքեին. «Ահա ես Համանի տունը տվի Էսթերին, և նրան կախեցին փայտի վրա նրա համար, որ իր ձեռքը երկարացրել էր հրեաների վրա։ Դուք էլ գրեցեք հրեաների մասին, ինչ որ հաճելի է ձեր աչքին, թագավորի անունովը, և կնքեցեք թագավորի կնիքովը, որովհետև այն գիրը, որ գրվեցավ թագավորի անունովը և կնքվեցավ թագավորի կնիքովը, ետ չեն դարձնի»։ Եվ այն ժամանակ թագավորի գրագիրները կանչվեցան 3-րդ ամսի, այսինքն Սիվան ամսի 23-ին, և գրվեցավ բոլորովին այնպես, ինչպես որ պատվիրեց Մորդեքեն, և ուղարկվեցան հրեաներին և նախարարներին ու կուսակալներին և գավառապետներին Հնդկաստանից մինչև Եթովպիա, 127 գավառների, յուրաքանչյուր գավառին իր գրովը, և ամեն մեկ ազգին իր լեզվովը, և հրեաներին իրանց գրովն ու իրանց լեզվովը։ Եվ գրեց Ասուերոս թագավորի անունովը, և կնքեց թագավորի կնիքովը, և հրովարտակներն ուղարկեց ձիավոր սուրհանդակներով, որ հեծած էին արքունի նժուգների ձիաքոռակների վրա, թե թագավորը հրաման է տվել ամեն մեկ քաղաքում եղող հրեաներին, որ հավաքվեն և դեմ կենան իրանց անձերի համար, որ փչացնեն, սպանեն և կոտորեն ժողովրդի և գավառի զորավորներին, որ թշնամություն կանեն նրանց որդկանցը և կանանցը, և նրանց ավարը հափշտակեն մեկ օրում Ասուերոս թագավորի բոլոր գավառներումը, 12-րդ ամսի, այսինքն Ադար ամսի 13-ին։ Այս գրի պատճենը պետք էր տրվեր իբրև օրենք յուրաքանչյուր գավառում ամեն ազգերի հրատարակված, որ հրեաները նույն օրվա համար պատրաստ լինեն իրենց վրեժն իրանց թշնամիներից առնելու համար։ Թագավորական նժուգների, ձիաքոռակների հեծած սուրհանդակները, որ թագավորի խոսքովը ստիպվելով շտապում էին, դուրս գնացին, և այս օրենքը հրատարակվեցավ Շուշան մայրաքաղաքումը։ Եվ Մորդեքեն դուրս եկավ թագավորի առաջից թագավորական կապուտակ և սպիտակ հագուստով, և մեծ ոսկի թագով, և բեհեզյա և ծիրանի պատմուճանով։ Եվ Շուշան քաղաքը ցնծաց և ուրախացավ։ Հրեաները լույս և ուրախություն, ցնծություն և պատիվ ունեցան։ Եվ բոլոր գավառներումն ու բոլոր քաղաքներումը, որտեղ որ հասնում էր թագավորի խոսքը և հրամանը, ուրախություն և ցնծություն էր լինում հրեաների համար, խնջույքի և տոնախմբության օր։ Եվ այն երկրի ժողովրդից շատերը հրեա էին դառնում, որովհետև հրեաների վախն ընկել էր նրանց վրա։ Գիրք Էսթեր, գլուխ 9։ Եվ 12-րդ ամսի, այսինքն Ադար ամսի 13-րդ օրը, երբ որ հասավ թագավորի խոսքը և հրամանը, որ կատարվեր այն օրը, որ հրեաների թշնամիները հույս ունեին նրանց վրա տիրելու, Ներհակը պատահեց, որ հրեաներն իրանք տիրեցին իրանց ատողների վրա։
Ասուերոս թագավորի բոլոր գավառներումը հրեաները ժողովեցան իրանց քաղաքներումը, որ ձեռք երկարացնեն իրանց չարիքն ուզողների վրա, և նրանց առաջին ոչ ով չէր դիմանում, որովհետև նրանց վախն ընկել էր բոլոր ազգերի վրա։ Եվ բոլոր գավառապետները, կուսակալները և իշխաններն ու թագավորի գործակալներն օգնում էին հրեաներին, որովհետև Մորդքեի վախն ընկել էր նրանց վրա։ Նրա համար, որ Մորդքեն մեծ էր թագավորի պալատումը, և նրա համբավը տարածվել էր ամեն գավառներում, որովհետև այդ Մորդքե մարդը գնալով մեծանում էր։ Եվ հրեաները ջարդ տվին իրանց բոլոր թշնամիներին սրով ջարդելով, սպանելով և փչացնելով, և իրանց ատողներին իրանց ուզածին պես արին։ Եվ հրեաները Շուշան մայրաքաղաքումը 500 մարդ սպանեցին, փչացրին։ Նաև Փարսանդաթային, Դաղփոնին, Ասփաթային, Փորաթային, Ադալային, Արիդաթային, Փարմասթային, Արիսային, Արիդային և Վայեզաթային։ Հրեաների թշնամի Ամադաթայի որդի Համանի 10 որդկանցը սպանեցին, բայց ավարին ձեռք չերկարացրին։ Այն օրը Շուշան մայրաքաղաքում սպանվածների թիվը եկավ թագավորի առաջը, և թագավորն ասեց Էսթեր թագուհիին. Շուշան մայրաքաղաքում հրեաները սպանել և փչացրել են 500 մարդ և Համանի 10 որդկանցը, ապա թագավորի մյուս գավառներում ինչեր են արել։ Դարձյալ ի՞նչ է քո խնդիրքը, և պիտի տրվի քեզ, և դեռ ի՞նչ է քո ուզածը, պիտի կատարվի։ Եվ Էսթերն ասեց. Եթե հաճո է թագավորին, թող էգուց էլ Շուշանում եղող հրեաներին տրվի, որ այսօրվա օրենքի համեմատ անեն, Համանի 10 որդկանցը կախեն փայտից։ Եվ թագավորն ասեց, որ այնպես կատարվի, և հրամանը հրատարակվեցավ Շուշանումը, և Համանի 10 որդկանցը կախեցին։ Եվ Շուշանում եղող հրեաները Ադար ամսի 14-րդ օրն էլ ժողովեցան և Շուշանում 300 մարդ սպանեցին, բայց ավարին ձեռք չերկարացրին։ Եվ թագավորի գավառներում եղող մնացյալ հրեաները ժողովեցան և դեմ կացին իրանց անձերի համար և հանգստացան իրանց թշնամիներիցը և սպանեցին իրանց ատողներիցը 75,000 մարդ, բայց ավարին ձեռք չերկարացրին։ Ադար ամսի 13-ին եղավ այս, և նույն ամսի 14-ին հանգստացան, և նրան խնջույքի և ուրախության օր արին։ Եվ Շուշանում եղող հրեաները ժողովեցան այն ամսի 13-ին և 14-ին և հանգստացան 15-ին, և նրան խնջույքի ու ուրախության օր արին։ Սրա համար գյուղացի հրեաները, որ բնակվում են դաշտաքաղաքներում, տոնում են Ադար ամսի 14-րդ օրը ուրախությամբ և խնջույքով տոնախմբության օր, և իրար ընծաներ են ուղարկում։ Եվ Մորդքեն գրեց այս բաները և նամակներ ուղարկեց Ասուերոս թագավորի բոլոր գավառներում եղող մոտ և հեռու հրեաներին, որ իրանց վրա դնեն, որ Ադար ամսի 14-րդ օրը և 15-րդ օրը տոնեն տարուե տարի, իբրև այնպիսի օրեր, որոնցում հրեաները հանգստացան իրանց թշնամիներից, և իբրև այնպիսի ամիս, որ նրանց համար տրտմությունը ուրախության և սուգը տոնախմբության փոխվեցավ, որ նրանց տոնեն իբրև խնջույքի և ուրախության օրեր, և իրար ընծաներ ուղարկեն և աղքատներին պարգևներ։ Եվ հրեաներն ընդունեցին, ինչ որ սկսել էին անել, և ինչ որ Մորդքեն նրանց գրել էր, որովհետև բոլոր հրեաների թշնամի Ագագացի Ամադաթայի որդի Համանը խորհեց, որ հրեաներին կորցնե, և փուր, այսինքն վիճակ էր գցել, որ նրանց բնաջինջ անե և կորցնե։ Բայց երբ որ Էսթերը գնաց թագավորի առաջին, թագավորը հրամայեց հրավարտակով, որ Համանի չար հնարքը, որ հնարել էր հրեաների մասին, նրա գլխին դառնա, և նրան և նրա որդկանցը կախեցին փայտի վրա։ Սրա համար այս օրերին Փուրիմ են ասում, Փուրի անվան պատճառով։ Սրա համար այս թղթի բոլոր խոսքերի պատճառովը և ինչ որ իրանք տեսան սրան վերաբերմամբ և ինչ որ իրանց պատահեց, հրեաները որոշեցին և ընդունեցին իրանց վրա և իրանց զավակների վրա և բոլոր իրանց հետ միացողների վրա, որ զանց չանեն այս 2 օրը տոնել նրանց գրվածքին և նրանց ժամանակին համեմատ յուրաքանչյուր տարի։ Եվ այս օրերը պետք է հիշվին և տոնվին ամեն դարերում, ամեն ազգատոհմերում, ամեն գավառներում և ամեն քաղաքներում։ Եվ այս Փուրիմ օրերը հրեաների միջիցը պակաս չլինին, և նրանց հիշատակը չվերանա նրանց սերունդիցը։ Եվ Աբիքելի աղջիկ Էսթեր թագուհին և հրեա Մորդքեն բոլոր սաստկությամբ գրեցին այս երկրորդ թուղթը Փուրիմը հաստատելու համար։ Եվ նա նամակներ ուղարկեց բոլոր հրեաներին Ասուերոսի թագավորության 127 գավառները խաղաղության և ճշմարտության խոսքերով,
որ պահեն այս Փուրիմի օրերն իրանց ժամանակներին, ինչպես որ նրանց վրա դրին հրեա Մուրդքեն և Եսթեր թագուհին, և ինչպես որ նրանք դրին իրանց անձերի վրա և իրանց սերունդի վրա ծոմապահության և իրանց աղաղակի մասին։ Եվ Եսթերի հրամանը հաստատեց այս Փուրիմի բաները և գրվեցավ գրքի մեջ։ Գիրք Եսթեր, գլուխ 10։ Եվ Ասուերոս թագավորը հարկ դրավ երկրի վրա և ծովի կղզիների վրա, և նրա զորության և ուժի բոլոր գործերը և Մուրդքեի մեծության մանրամասն պատմությունը, որով թագավորը նրան մեծացրեց, ահա նրանք գրված են Մարաց և Պարսից թագավորների ժամանակագրության գրքումը, որովհետև հրեա Մուրդքեն Ասուերոս թագավորի երկրորդն էր, և հրեաների մեջ մեծ և իր եղբայրների շատերին սիրելի էր, իր ազգի համար բարիք էր որոնում և խաղաղություն էր խոսում իր բոլոր սերունդի համար։